15 անգամ, այսինքն եթե ես էլ բաժանում ենք 6-ի, ելնում է 54, չէ, 54 կիլոգրամ, այսինքն 54 կիլոգրամ, բաժանում։ Ես ինչ թիվ է։ 5։ Ես 5-ա։ Ես 5-ա։ 5-ա է։ 5 չի Ժիրո։ Հենց հիմա այս տետերը կճաղեմ, նորից նույնը կգրի։ Ինչ ես անում Ժիրո։ Մի խանգարի գնա։ Նորմալ գրի, ես քեզ ասում եմ։ Յա։ Նենց չանես ծնող կանչեմ, խայտարական եմ։ 30 կիլոգրամ վերցնում ենք, ճակնդեղ, 30 կիլոգրամ։ Իվան, հիմա քեզ նենց հրաշք բան եմ տալիս, որ աղբերն աղբորը չի տա։ Ժիրո, ես քեզնից չի ախր, հաստատ սրա մեջ մի բան կա, որ դու տալիս ես ինձ։ Հետաքրքիր տղա ես, վրեն պարզ նկարած է ինչ կա, քոնը կիվիա ու ես ինչ միրքա, ես ինչ միրքա։ Ելակ։ Ապրես։ Բարի լույս, Ալվարդ։ Ալվարդ, որ քեզ ասում են բարի լույս, դու պետքա պատասխանես բարի լույս։ Կամ կարաս տեղերով փոխես, ասես լույս բարի։ Վայ Ժիրո։ Կամ եթե ռուսական դպրոց ես գնացել, կարաս ասես դոբրոյե ուտրո։ Հասկացար։ Կամ եթե ձև բռնացես, կարաս անգլերեն պատասխանես good morning։ Կրկնում ենք good morning։ Ար լեզուտնա ինչ ես, հլը ասար ոնց։ Morning։ Ապրես այսպես։ Ես այդ ամեն ինչը շատ լավ գիտեմ, Ժիրո։ Ալվարդ ես նեղացել ես։ Ալվարդ ես նեղացել ես։ Չէ։ Ասма չէ։ Չէ, բայց երևում է, որ նեղացել է, ինչ ա եղել։ Բայց երևում է, որ նեղացել ես, ինչ ա։ Արա։ Իրա վերջին յոգուրտներն ենք խմել, դրա համար էլ նեղացել է։ Հետել հետը։ Հա լավ, ասա, լիքը յոգուրտ կառնենք իրա համար։ Հա լավ, քո համար լիքը յոգուրտ կառնենք։ Իսկ ուրիշ բան չի մոռացել առնի։ Իսկ ուրիշ բան չես մոռացել առնես։ Ինչ։ Իրան ասա, մի ամսյա կա, կարար գոնե ինձ մի հատ ծաղիկ նվիրեր։ Արա մի հատ ծաղիկ եղածն ինչա դու չես առել նվիրել ես խեղճ կնոջը։ Կամ լավ ծաղիկ չես առնում, մի կիլո միս նվիրեր, թող տաներ ուտեր։ Վերջը ես իրա կինն եմ, չէ։ Վերջը ինքը քո կինն է։ Իրան հիշեցրու, որ մենք ամուսնացած ենք ֆիկտիվ։ Ապրես։ Դուք ամուսնացած եք ֆիկտիվ։ Ապրես։ Էթո ֆիկտիվ ծաղիկ նվիրեր։ Ապրես։ Ֆիկտիվ ծաղիկ նվիրեիր։ Ապրես։ Իրան ասա լավ իրիկունը թող գա ռեստորան, միասին կընտրենք։ Այսօր ռեստորանում մի ամսյակի կապակցությամբ միջոցառում ունենք։ Քանը ես ոնց հիշեմ։ Այսօր իրիկ ինչ միջոցառում ունենք։ Բա ինչի՞ց չէիր ասում դրա մասին։ Որ չփչացնես։ Գնա, հոգտանի գնում ենք ռեստորան։ Համել այսօր շատ կարևոր հանձնարարություն ունես։ Գնա։ Գրավորները տարա, որ անցնես սոլֆեջոյիդ։ Մատուկին մի ժամանակ ախպերներով, մեկը նորմալ մյուսը պակաս շարիկներով, տարիները արագ անցան երազի պես, նրանք որոշեցին բացել փոքրիկ բիզնես։ Մեծը համով օտով ճաշացան գայքում, մյուսը մեծ ախպոր լարվածներ վերնաուտում, սա ճակատագիր ախպորի չես բախչի, ամեն ինչ շատ պարզ ասա հաստատ սյուրպրիզ չի, եկեք գնանք ռեստորան, թող մարդիկ մեզ միանան, բոլորով նստենք մի մեծ սեղան, սպասում ենք սիրով շիրով Իվան, եկեք գնանք ռեստորան, թող մարդիկ մեզ միանան, սպասում ենք սիրով, շիրով, Իվան, եկեք գնանք ռեստորան։
Ալո, բարոն։ Ես վկային հիմա շեղում եմ, դու էլ կազմակերպի, որ սրանք էլ առաքումներ չանեն։ Լիլիա ջանջանիկս կմոտենաս։ Լսում եմ ձեզ տիկին Մարգարիտա։ Ուզում եմ քեզ մի բան հարցնել, միայն խնդրում եմ մեկ նախադասությամբ կպատասխանես։ Հա, իհարկե, խնդիր չկա, ես մեկ նախադասությամբ կպատասխանեմ։ Ճիշտն ասած, վերջերս նկատել եմ, որ երկար եմ խոսում, ու արդեն սկսել եմ ինձ վրա աշխատել, որ 1-2 բառով միտքս ավարտեմ։ Ոնց տեսնում եք, ահագին առաջընթաց կա։ Պարզ եմ, արի սենյակում կխոսենք։ Իմ սիրտը լերներում է Ախ, դարարարամի Իվա, ես էր քո ասած կարևոր հանձնարարությունը Ուշադիր լսի Ուրեմն դու սրանով 2 հարց ես լուծում Առաջինը Մարդկանց բաժանում ես բուկլետները ու տեղեկացնում, որ մեր ռեստորանում լինելու է տոնական ակցիա Երկրորդ ամենակարևոր հարցը Դու ստեղ չես լինում ու ոչ մի բանի չես խանգարում Ինչ ակցիա, Իվան Մի ամսյակի կապակցությամբ ռեստորանում լինելու է տոնական հյուրասիրություն Հյուրերին հյուրասիրելու ենք միրգ և գինի ու հնչելու է կենդանի երաժշտություն Բա Էլենը դեմ չի լինի, որ կենդանիներին երգացնենք Վերկաց գնա աշխատի Արի, հերո Իվանով էր Ջիրո Հա, ես ասում որտեղից է դեմքը ծանոթ Վերկաց, արի գնանք կաբինետ Լիքը առաքումներ ունենք, հասցեները տան Ծաղիկները թարմ պահելու համար կարող եք օգտագործել նաև խնձորի քացախ եւ շաքար։ Վերցնում եք 2 ճաշի գթալ քացախ եւ 2 ճաշի գթալ շաքար։ Խառնում եք եւ ավելացնում եք ծաղիկների ջրի մեջ։ Քացախը գործում է որպես ախտահանիչ միջոց, ինչի շնորհիվ ծաղիկները պաշտպանվում են մարենների գոյացումից, իսկ շաքարը գործում է որպես հավելյալ սնուցում։ Կամ կարող եք պարզապես օգտագործել ասպիրին, որն օգնում է ծաղիկներին կլանել ջուրն ավելի արագ եւ կանխել վաղաժամ թոշնումը։ Շատ շնորհակալություն, Լիլիաս։ Ինչ շատ հետաքրքիր էր այն ամենը, ինչ պատմեցիր։ Հիմա կարող ես գնալ աշխատել։ Բայց տենց էլ չասեցիք ինչի համար եք կանչել։ Առաջինը գնում ես Չարենց Չարենց գիտես Հա, Միրոն իրա Հայաստանի արևահամ բայրասին Մինո Երկրորդը գնում ես Մաշտոցը գիտես Հա, ապա գիտե ես եթե ժիլի խծակը մնաց շորի ոչ չբրջանց Գիտես Հետո գնում ես ծխախոտագործներ Արա ես իշտ թունդարը ոնց եք ծխում Ապրես Վերջում էլ գնում ես Չարբախը գիտես Հա, ոչ չգիտեմ Այլ նայկարա, չլիս նայարես իսրը մազրերը, արիստլերը Խնդրում եմ էլի, վերջի առաքումն այսել եմ անում ու գնամ տունը խնդրում եմ Դու արա արիստլը Մինո Գնա Սեբաստյանին էլ ապրանք կա վերջրու տար Սեբաստյանովա Գնա Սպասում ենք սիրով շիրով Իվան Ովա Ջիրոնա Ինչ իմացար Ես էլ մտածեցի ես շորերով չես ճանաչի Լավ Երեկոյան Սեղան ես ամրագրում, որ ես ու դու միասին ռոմանտիկ ընթրիք ենք անելու Խնդիր չկա ամրագրեմ, բայց իմացի, որ մենակ ես ընտրելու Ինչ մենակ եմ ընտրելու Ովելի Ազիզ Ճիշտ է որ ես ռեստորանում եթե աղջիկ տղա է լինում միրգն ու գինին անվճար է Ֆրունզ դու ես Հա ով է Չճանաչեցիր Չէ Լդեմքիս նայի Նայում եմ բայց չեմ ճանաչում Ինձ չես ճանաչում աղբորս հաստատ կճանաչես Իվան Այ Իվան Աշիրը դու Հա
Յա, ֆրուց, ինչ կա։ Բարև Իվան ջան, ոնց է սավը տանը։ Փաստորեն ձեր ռեստորանն է, հա։ Հա, դե շատ լավ է։ Ես եկած եկել եմ որ ամրագրում անեի։ Ապեր ճիշտ է, չէ՞, այդ զույգերի մոմենտը գինին ու միրգան վճարի ուժի մեջ է, չէ՞ դե։ Հա, դե հա, շատ լավ է։ Բայց հաստատ ճանաչեցիր, չէ՞։ Յարա հայ խփնված։ Դե արմատ պաչեմ։ Արի, էլի։ Մի խոսքով մամջան, ես նույնիսկ կես բերան նամյոկ չարեցի Իվանին ու ինքը ինձ հրավիրեց ռոմանտիկ ընթրիքի։ Ապրես բալես։ Աչքիս մարդը սկսել է հասկանալ, թե ինչ ադամանտ անկել իրա ձեռքը։ Ապատելերը տենց։ Առաջին 20 տարին մի կերպ հետս ապրեց։ Հետո սկսեց սիրահարվել։ Լուրջ ես ասում մամջան, տենց բան ա եղել։ Լավ մամ, ես ես մի կիլոանոց օտմարտինայի պաղպաղակ ուտեմ ու արագ գնամ պատրաստվելու։ Ոնց։ Մի կիլո պաղպաղակ ես ուտում։ Հա, ինչի։ Դե մտածում եմ այդ մի կիլոն քեզ ինչ պիտի անի։ Նորմալ կեր նոր գնա։ Ճիշտ ես ասում մամջան, լավ։ Մալենա։ Միրո, ի՞նչ ա եղել։ Մալենային տեսել ես։ Չէ, ես մի քիչ առաջ դուրս եկա տիկին Մարգարիտայի մոտից, կանչել էր, որ ինչ-որ բան հարցներ, բայց տենց էլ չհարցրեց։ Գիտես շատ տարօրինակ է, որ քեզ կանչում են, բայց այդպես էլ չեն ասում ինչի համար են կանչել։ Լավ էլի։ Մալենա, մեկ դիդի տարա, Մալենա։ Գինին հյուրասիրություն է ռեստորանի կողմից։ Ուրիշ ինչ-որ բան կցանկանաք։ Մեզ պաղպաղակ բերեք։ Շատ լավ։ Այս գինին մեր ռեստորանի կողմից հյուրասիրություն։ Մերսի Ժիրո ջան, մերսի ցավոտ տանը։ Քնար։ Ես ո՞նց ես փոխվել, այ քնար։ Քնարը չի Ժիրո։ Ոնց քնարը չի։ Դավաճանում ես քնարին։ Լավ էլի ֆրուս։ Ժիրո, ես չեմ դավաճանը քնարին։ Ինքն է ինձ դավաճանը թողի գնացել է։ Ոչինչ կյանքս, մի նեղվի։ Ես քեզ երբեք չեմ դավաճանի։ Ժիրո։ Ինչ ես ապշացնայում, ու դու լճակ չես հրա, գնաս տեղից։ Թի։ Խնդրեմ։ Կյանքս կներես ասա մի րոպես գալիս եմ, լավ։ Ժիրո, այ Ժիրո ջան, իմ անուշ ախպեր։ Քեզ մի հատ խնդրանք էլի, որ հաշիվն ուզեմ կարաս ասես ձեր հաշիվը փակած է։ Բայց ով է փակել։ Դե դու էլի ոնց որ։ Ես այդքան փող չունեմ, դու այնքան բան ես պատվիրել։ Ժիրո ջան, ցավոտ տանեմ, հիմա մոտս փող չկա, կյանքս շատ վատ է դասավորվել քնարի բաժանվելուց հետո։ Այս աղջկան հազիվ գտել եմ էլի։ Այսօր ուզում եմ ամուսնանամ հետը, ընտանիք կազմեմ, գործի ընդունվեմ, երդվում եմ Իվանի արևով։ Հենց առաջի աշխատավարձը ստացա բերում եմ փողերը տամ։ Իվանի արև։ Միտի մոռացի լա։ Պողտդ բերելա մեծ սիրտ տղա եմ։ Դեմ ես քո սիրտը։ Ապրես։ Ալո։ Ոստիկանությունից, հա։ Այո։ Միրոնա, խնդրում եմ շուտ հասեք էլի Մալենային առևանգել են։ Մալենայի ազգանունն ի՞նչ է։ Ազգանուն չունի։ Ոնց չունի։ Ոնեն նկարագրեք։ Քանի տարեկան է։ Միրոն կնոջից տարիք չի հարցնում։ Ոնե մի հատ նորմալ հատկանիշ ասեք։
կապույտ գույնի է։ Լավ, ձեր տեղն ասեք։ Հեսա մեր աշխատակիցը ձեզ կմոտենա։ Կասաբլանկա ու Ժիրո Իվան ռեստորանի արանքում։ Շուտ եկեք էլի։ Սպասում ենք սիրով շիրո Իվան Տիկին Ալվար, ձեզ ինչ բերեմ։ Ճիշտն ասած, այսօր այդքան էլ սոված չեմ։ Դրա համար ինձ մի հատ թեթև շաուրմա բեր, մի հատ թեթև իքիբիր, մի հատ թեթև ժանգյալով հաց, մի հատ թեթև աղցան, մեկ էլ սենց թեթև պանիր բան, էլի։ Ու վերջ։ Մեկ էլ Իվանին։ Շատ լավ, հիմա կկանչեմ։ Բարև ձեզ, դուք եք հեռախոս պատվիրել։ Այո։ Շնորհավոր։ Մերսի, շնորհակալություն։ Կյանքս ես քեզ։ Վայ Ֆրունզ, ես էլ մտածում եմ մոռացել ես։ Ոնց կարա ես մոռանայի ու քեզ նվեր չառնեի։ Ուսամ այսօր դու էլ ինձ մի նվեր կանես, հա։ Անպայման։ Իվան։ Մի հատ թեթև շաուրմա, մի հատ թեթև իքիբիր, մի հատ թեթև աղցան, մի հատ թեթև ժինգյալով հաց, մեկ էլ թեթև պանիր մանիչ։ Ալվարդն է եկե։ Հա, հենա, ձեզ ա կանչում։ Լավ, խոստացել եմ, հիմա կգամ։ Տեսնում ես, անգամ իմ աղբերը իրա չսիրած կնգան հրավիրել է ռոմանտիկ ժամադրության, իսկ դու ինձ մերժում ես։ Ժիրո, ես հասկանում եմ, որ հիմա կարող է ինձնից նեղանաս, բայց մենք միասին լինել չենք կարող։ Հա, հիմա կգամ։ Ճիշտ ես ասում, նեղանում է, նեղանում է։ Շիրո ջան, իմ անուշ աղբեր, մի հատ բան հարցնեմ էլի, իմ հաշիվը ինչքան է։ 47,000։ Լուսի ասում եմ, չբռնենք կլորացնենք։ Սարքենք 50։ 100։ Այսինքն։ Նայ, բացատրեմ եսա։ Դու ինձ տալիս ես եւս 53,000 դրամ, ես բերում 100,000 այսეთ հաշվում տալիս եմ քեզ։ Պրոս գժվել ես։ Ես քեզ փող տամ, հետո գնամ ումից ստանամ։ Շիրո ջան, խնդրում եմ էլի, ես աղջիկը միակ հույսս եմ, պետք է այդ փողը։ Խնդրում եմ, դուր կբերեմ կտամ ասում եմ։ Բախտդ բերելա բարեսիրտ տղա եմ։ Մերսի ցավ։ Գնամ։ Եկեք պարոն ոստիկան, եկեք հեսա հանցագործում վայր։ Հանցակի վայրը, կամաց։ Մի րոպե, սա ի՞նչ է։ Հա, ձեր ընկերուհուն մոպեդով են առևանգել։ Ոչ, մալինան էս է։ Դուք ոստիկանություն հաղորդում եք տվել, որ մարդ են առևանգել։ Ոչ, Միրոնը տես բան չի ասել։ Միրոնը ասել է մալենային առևանգել են։ Փաստորեն մոպեդի առևանգում է։ Լավ, հարցակնենք վկաներին։ Բակի խփրեմ, հենա։ Պարոն, ոստիկանությունն է եկել, ասա թող հետ բերեն մոպեդը։ Մոպեդի մասին տեղեկություն ունեք։ Իհարկե ունեմ։ Մոպեդը համարվում մինչև 49.8 սանտիմետր խորարածավալով, ներքին արևան շարժով եւ ոտնակային շղթայական հաղորդակով երկանի փոխադրամիջոց է։ Լավ, հստակեցնեմ։ Ռեստորանի դիմաց է կայանած մոպեդի մասին տեղեկություն ունեք։ Հա, այդ մոպեդի չէ, չունեմ։ Պարզա, հարցակնենք մյուս վկաներին։ Բարև ձեզ։ Բարև ջանիկս։ Դուք կարող եք ռեստորանի դիմացը կայանած մոպեդը տեսել եք։ Իհարկե տեսել եմ, բայց քանի որ եկել եք իմ ռեստորանի մոտ, գուցե ձեզ ինչ-որ բան հյուրասիրեմ։ Թեյ, սուրճ, կատնաշորային դեսերտ։ Միրոն 3-ից էլ չէր հրաժարվի։ Եկեք անցնենք իմ սենյակ, ամեն ինչ կպարտնեմ։ Ես լավ սենյակ ունեմ, պարոն ոստիկան։
Էլեն, ես քեզ երկու անգամ հստակ հարց տվեցի ու ոչ մի կոնկրետ պատասխան չստացա։ Մենք անում ենք ռոմանտիկ ընթրիք, թե ոչ։ Նախ 2 չէ, այլ 15 ու 15 անգամ ես քեզ հստակ պատասխանել եմ։ Ոչ, չենք անում։ Ժիրո այդ լացում ես։ Չէ, չեմ լացում։ Դե որ չես լացում, թող աշխատեմ ու մարդկանց տաք շոկոլադ տան։ Ես լիքը գործ ունեմ, անվոր։ Չհասկացա, Իվան, ուզում ես ռոմանտիկ մթնոլորտում ինձ մենակ թողես։ Ավելի լավ է քեզ մենակ թողնեմ, քան Սեբաստյանին։ Պատվերների տակ ճռռում է։ Հասկացա։ Դու գնում ես այն փիդրացովի մոտ։ Քեզ ինչ արել Սեբաստյանը, որ իրան ասում ես փիդրացավ։ Էլմի, դու շատ լավ էլ հասկանում ես ես ում մասին եմ խոսում։ Այն դիմացի ռեստորանի Մարգոյի հետ ես ուզում ժամանակ անցկացնես։ Ես գիտեմ, որ դու ինձ դավաճանում ես։ Հանգստացի, Ալբարդ, տենց բան չկա։ Լսի, ես իմ աչքերի տեսածին հավատամ, թե քեզ։ Ես տեսել եմ ինքը քեզ ոնց է նայում։ Նույնիսկ ես խորովածինը տես չեմ նայում։ Ինչ ուզում ես մտածի։ Չնայած ինչի եմ արդարանում։ Ես ու դու ֆիկտիվ ենք, չէ՞ ամուսնացել։ Ինչ ուզեմ կանեմ, Ալվարդ։ Ախր ճիշտ հասկացեք, Մարգարիտան խափում է, միրոն կյանքում իրա Մալենայի։ Վարձով չէր տա։ Այս դեպքում ոնց որ դուք եք խափում։ Չէ, Մալենա։ Մալենա։ Այդտենց բան չանես, միրոն շատ էր վախեցա։ Ոնց ես։ Ճիշտ են ասում Մալենա, որ քո կյանքում ուրիշ առաքիչ կա։ Լավ, ես գնամ, դուք ձեր ընտանեկան հարցերը լուծեք։ Ես հաջողություն, շնորհակալություն, որ օգտվեցիք մեր ռեստորան։ Քնար։ Մի րոպե։ Ո՞վ է։ Չճանաչեցիր։ Լուշադիր նայի։ Ժիրո։ Ինչ լավ է, մի անգամից ճանաչեցիր, այն Ֆրունզը նայես, տենց էլ չճանաչեց։ Ֆրունզը էստեղ է։ Հա, հենա, ներսում է, դատ աղջկա հետ։ Չես ամաչում քնար, ինչ ես բաժանվել թողել գնացել այդ խեղճ տղուց։ Մի րոպե, ինչ բաժանվել, ինչ աղջիկ։ Քնար։ Ախպերս, ոնց հասկանում եմ ես սաղ ռեստորանի մեջ մենակ ես ու դու ենք մենակ մնացել։ Կարող է խմենք։ Արա Ֆրունզ, բասպես բաժանվել եմ էս ակնարը։ Մտածում էիր սառոջկեք փոխելու ես չճանաչեմ քեզ։ Դու մեռար։ Ստայես, որտե՞ք է դավաճանը։ Բոլոր դավաճանները պիտի պատժվեն։ Ֆրունզ։ Քնար, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Սպասում ենք, սիրով շիրով Իվան։ Քնար ջան, խոստանում եմ, էլ սենց բան չի կրկնվի, ու վերջին անգամ խնդրում եմ քո Ֆրունզին դուների, ու եթե խոստումը նախախտի, դու նրա գլուխը դու ջան։ Լավ, հասկացանք։ Հələ մի հատ այն իմ սիրածը։ Ուշադրություն, ռազմական ոստիկանություն։